Բարև ձեզ հարգելի դիտողներ, Factor TV-ի զրուցակից ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է։ Բարև ձեզ, պարոն Սիմոնյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն Factor TV-ի հրավերն ընդունելու համար։ Եվ պարոն Սիմոնյան, փետրվարի 5-ից 6-ը պաշտոնական այցով լինելու եք Ռուսաստանի Դաշնությունում, ինչ հանդիպումներ են սպասվում, օրակարգում ինչ հարցեր են ներառված լինելու։ Կարող եք մանրամասնել։ Դե բնական է այցը իմ գործընկեր Տիկին Մատվիենկոյի հրավերով է եւ նախատեսվում է հանդիպում իր հետ, ինչպես նաեւ նախատեսվում է հանդիպում արտգործնախարարի հետ Ռուսաստանի Դաշնության, դեռ այսքանը բացեմ, հա, կլինեն գուցե էլի հանդիպումներ, ինչ հարցերի շուրջ են քննարկումներ ունենալու, հեռախոսազրույցի ընթացքում մենք քննարկել ենք դեռ չստորագրված, չվավերացված փաստաթղթերը, որոնք գտնվում են օրինակ բաների մարզերի տիրույթում, երբ որ Տիկին Մատվիենկոն ստեղ էր, կհիշեք, ֆորում ռեգիոնով անցավ եւ ռեգիոնների Ռուսաստանի ռեգիոնների եւ Հայաստանի մարզերի միջև մի շարք համաձայնություններ ստորագրվեցին, դրանց վավերացման խնդիր կա, այդ հարցերն են քննարկելու, հայ-ռուսական հարաբերությունների խնդիրն են քննարկելու, արկա հարցերը նաեւ նախապատրաստվում է Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնել եւ այդ օրերի ժամկետներն են քննարկում, ինչպես նաեւ տարբեր հարցեր, որոնք կարծում եմ ըստ օրակարգի կքննարկենք։ Այն նշեցիք, որ ոչ միայն Տիկին Մատվիենկոյի հետ եք հանդիպելու, այլ նաեւ արտգործնախարարի, հնարավոր է, որ նրանց հետ հանդիպման ժամանակ հետաքրքրվեք կամ քննարկեք, թե ինչու է Ռուսաստանը մեծ փողեր ծախսում Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմում։ Տեսեք, նախ կարծում եմ, որ որևիցե մեկի մոտ կասկած չկա, որ ինձ համար, մեր թիմի համար, այնց հարց չկա, որը որ մենք չենք քննարկի, եթե դրա մասին բարձր խոսում ենք, եթե նույնիսկ մենք չքննարկենք, ես վստահ եմ, որ այն հայտարարությունները, որոնք ստեղ հնչել են, իրենք լսել են եւ իրենք մեզ կհարցնեն, բայց այդ մեծ փողերի եւ պետության ներգրավվածության, ինչպես նաեւ ներգրավվածության աստիճանի մասին բնական է պետք է խոսել եւ այդ հարցակումները, որոնք որ տարբեր ձևեր ունեն, բնական է, եթե դրա առիթը լինի կխոսենք, բայց դե խոսել ենք, դե բարձր խոսելը հիմա երկու շփումներում խոսել եք։ Գիտեք ինչ, դե երկու շփումների Տիկին Մատվիենկոն երբ որ ստեղ ա եղել, բնական է ես ասել եմ դեսպանի հետ հանդիպման ժամանակ մեր մտահոգությունները ասել եմ դեսպանը ԱԳՆ հրավիրվել է եւ դրա հետ կապված իրեն ամեն ինչ ասվել է, եթե դրա առիթը լինի, եթե դրա կարիքը լինի, ես չեմ կարծում, որ կրկնում եմ, որևիցե մեկի մոտ կասկած կա, որովհետեւ դե բարձր ասում ենք հիմա, ձեր եթերում ասում եմ կամ ազգային ժողովի ամբիոնից ասում եմ, Չգիտեք, այստեղ հարցազրույցում ասել է լրիվ այլ է, բայց Լավրովի դիմաց նստել եւ ասել ինչու եք ֆինանսավորում Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը այլ է։ Այսինքն նախ ձևակերպումը ես կարծում եմ մի քիչ այլ է, բայց դա ձեր ձևակերպումն է։ Չգիտեք, սա ձեր խոսքերն են 2025 թվականի մայիսի 5-ին։ Ես գիտեմ, որ իմ խոսքերն է։ Ասում եմ ձևակերպումը մի քիչ այլ է։ Ռուսաստանից Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը մեծ փողեր է ծախսվում։ Ձևակերպումը մի քիչ այլ է եւ խոսակցությունը բնական է ինքը տեղի ունենում ոչ միայն սենց, այլ նաև հրապարակային, բայց այսինքն պետք է ինչ-որ մի գործընկերոջը տեսնեմ, եթերով մի բան ասեմ, հետո հանդիպելիս ուրիշ բան ասեմ, կարծում եմ դրա առիթը չեմ տվել տենց կասկածներ ունենալ։ Բայց այնուհանդերձ պարոն Սիմոնյան, ձեզ հետ համաձայն չէ Նիկոլ Փաշինյանը, նա այդ թեմայով հարցինի պատասխան ԿՊ համագումարի օրը լրագրողների հետ հարց պատասխանում նշեց, որ ես այդ տրամաբանության մեջ չեմ դիտարկում մեր հարաբերությունները, Ռուսաստանի նախագահի հետ մեր երկխոսությունը շատ բարձր եմ գնահատում, գործընկերային մթնոլորտում այդպես էլ կշարունակենք։ Դուք այլ բան եք ասում, պարոն Փաշինյան, որտեղ է իմ ու Փաշինյանի ասածի մեջ տարբերությունը։ Դուք ասում եք մեծ փողեր է ներդնում հիբրիդային պատերազմի դեմ Հայաստանում, պարոն Փաշինյանն ասում է, ես այդ տրամաբանության մեջ չեմ դիտարկում մեր հարաբերությունները։ Որ տրամաբանության մեջ։ Հիբրիդային պատերազմի։ Ես չեմ դիտարկում մեր հարաբերությունները, բայց ես դրա մասին ասում եմ։ Մենք կարող ենք իրար հետ ազգային ժողովում վիճել, ես ու դուք իրար հետ վիճել, բայց ես գամ ձեր մոտ, ձեր հետ այստեղ զրուցեմ եւ չդիտարկեմ մեր վեճի, կամ ես կարող եմ մեկ այլ լրատվամիջոցի լրագրողների հետ խնդիր ունենամ, ենթադրենք ազգային ժողովում, բայց դա չի նշանակում, որ ես իրանց պետք է հարցազրույց չտամ կամ այլ կերպ վարվեմ։ Այսինքն ես ուզում հասկանալ, դուք փորձում եք ինչ-որ հակասություններ գտնել միտեղ, որտեղ հակասություն գոյություն չունի։ Մենք չենք պատրաստվում Ռուսաստանի կամ որևիցե երկրի հետ հիբրիդային կամ ոչ հիբրիդային պատերազմ մղել։ Մենք ասում ենք, որ կա
նման մտահոգություն։ Եվ երբ մենք դուք կամ ես խոսում ենք հիբրիդային հարձակումների մասին, դուք ինչ եք պարտադիր ընկալում, որ այդ հիբրիդային հարձակումը ասելիս մենք նկատի ունենք, որ հենց այն մարդիկ ում այդ որ ես հանդիպում եմ, իրանք դա ղեկավարում, ուղղորդում կամ որևիցե ձևով հրաման են տալիս։ Այլով, պարոն Սիմոնյանով է։ Ոչ միայն պետությունների միջով է լինում։ Լինում են մարդիկ, ովքեր որ մտնում են այստեղ քաղաքականության մեջ։ Ռուսական մի հատ լավ արտահայտություն կա, ասում են ու Կրեմլյա много башен։ Կրեմլը շատ տարբեր ճյուղեր եւ թևեր ունի եւ կան շահագրգռված հայ ազգի գործիչներ, որոնք բնակվում են Ռուսաստանում, կան շատ տարբեր թևեր եւ պետք չի տանել այդ ամեն ինչը տենց սև ու սպիտակ Պուտին Փաշինյան կոնֆլիկտ ինչ որ չկա, կա լավ հարաբերություն Տիկին Մատվիենկոյի հետ, ես հարգալից եմ իրեն շատ վերաբերվում, որովհետեւ ոչ միայն նրա համար թե ով է ինքը եւ ինչ դիրք է զբաղեցնում, այլ նաեւ իր հետ աշխատելը, ես պետք է ասեմ, որ ազնիվ, բաց, ուղիղ խոսակցությունների, նաև ձեր ասած խնդիրների մասին եւ կրկնվեմ, երբ որ ինքս տեղ ա եղել, մենք մեր խոսակցության ժամանակ ես ամեն ինչ ուղիղ ասել եմ։ Պարոն Սիմոնյան, հիբրիդային պատերազմի մասին ինչ Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսում են։ Բայց մի հատ խնդրանք, արի հիբրիդային պատերազմ հասկացողությունը վերածենք հարցակում բառով, որովհետեւ պատերազմը մի քիչ շատ ես սխալ եմ, ես չի որ մենք ձեր արտաքին հետախուզական ծառայության զեկույցում է այդ մասին գրված։ Նարեկ ջան, դուք նես չի որ մենք սխալական չենք ու բացի դրանից մի հատ էլ ուրիշ բան կա, հա։ Իրողություններ ա փոխվում, բաներ ա փոխվում, գործողություններ ա մեր երկրի նկատմամբ փոխվում, որպեսզի պատերազմ բառը լավ բառ չի, մենք այդ բառը չենք սիրում եւ այսօր մեր երկիրը խաղաղության մեջ է եւ խաղաղությունը կառուցում է, վերջնականացնում է, արձակում անվանենք, որը որ ոչ պակաս բնորոշում է այն դեպքերը, ինչը դուք նկատի ունեք։ Լավ, պարոն Սիմոնյան, այնուհանդերձ, ինչ խոսում ենք հիբրիդային այդ հարձակումների մասին, ինչպես դուք եք ասում, ձևակերպումից բովանդակությունը չի փոխվում։ Ռուսական պետական հեռուստաալիքները, որոնք հեռարձակվում են Հայաստանի Հանրապետությունում հանրային մուլտիպլեքսով, շարունակում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետության դեմ ատելության խոսք, կեղծ տեղեկություններ տարածեն, երբ որ ասում է այդ հիբրիդային պատերազմի կամ հարձակման դեմ պայքարը, դիտարկում է Հայաստանի Հանրապետությունը այդ հեռուստաալիքները փակել, թե ոչ, որովհետև դրա համար քաղաքական կամք է պետք, կցուցաբերեք։ Նախ այն հաղորդումները, որոնք որ հայտնի են նման խոսույթով, նրանք այլևս չեն հեռացակվում։ Սալավիովի հաղորդումների մասին եք ասում, երկու հաղորդում, որոնք ըստ էության փակվեցին, բայց չլուծեցին ամբողջական խնդիրը։ Նարեկ ջան, չեմ բացառում, ես նախ նորից եմ ասում, այդ թերահավատորեն մոտենալը մեր ասածներին եւ արածներին, կարծում եմ փորձը եւ անցած գործողությունները տեղ չեն տալիս, որ դուք դրա մեջ կասկածեք, այսինքն ինչ քաղաքական կամքի մասին էր խոսքը։ Այսինքն մենք ռուս գործընկերների հետ բազմաթիվ անգամ տարբեր հարցերում, հա, նույն մեր սահմաններից դուրս գալու, որոշ տեղերում օդանավականից դուրս գալու, հապկի հետ կապված եւ այլ, այսինքն այդտեղ մենք համարձակություն ունենք։ Դե հապկը կիսատ թողեցիք։ Կիսատ չեք թողել։ Հապկի հետ կապված կարծում եմ ամեն ինչ ասված է եւ ավելացնելու բան չկա։ Ինչն է կիսատ։ Այն գոյություն ունեցող կեսը ո՞րն է։ Դեռ Հայաստանը շարունակում է հապկա անդամ լինել եւ ստորագրում է բոլոր ընդունած փաստաթղթերը։ Հայաստանը որևիցե բանի մեջ, որևիցե գործընթացի մեջ ներառված չի եւ որևիցե ձևով չի մասնակցում հապկի որևիցե գործընթացին։ Շարունակելով Ռուսաստան այցի թեման, պարոն Սիմոնյան, հնարավոր է, որ այնտեղ քննարկվի Ռուսաստանի թրիփին միանալու հավանականությունը, թե ոչ, հիշեցնեմ, որ արտգործնախարարության ներկայացուցիչ Զախարովան ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել թրիփին միանալու տարբերակը հաշվի առնելով մեջբերեմ ռուսական երկաթուղու եզակի փորձը։ Ես չեմ կարող նման բան անել, նախ եւ առաջ թրիփը դա հայ-ամերիկյան կազմակերպություն է եւ եթե նմանատիպ մենք խոսում ենք նմանատիպ ինչ որ երթուղի կամ նմանատիպ ինչ որ ճանապարհ բացելու մասին, ըստ իս դա պետք է լինի առանձին որևիցե ինչ որ նախաձեռնություն, բայց թրիփ շրջանակում դա մի քիչ աբսուրդային եմ համարում, որովհետև դա նշանակում է ամեն ինչ անել, որ թրիփը հանկարծ չաշխատի։
Ռուսաստանի այս հետաքրքրությունը ինչ է նշանակում, պարոն Սիմոնյանս ձեզ։ Նորմալ տերության այդպես մեծ պետության գործելավոճը ոչ մի նոր բան եւ ոչ մի արտարոց բան չի նշանակում։ Բոլորն էլ հետաքրքրված են իրենց շրջապատող երկրներում իրենց ազդեցություն ունենալ եւ այդ ազդեցությունը եթե ռազմական առումով արդեն հնարավոր չի ունենալ, բնական է տնտեսական առումով այդ խոչընդոտում տեսնում եք Ռուսաստանի կողմից, այս պահին ոչ։ Որտեղ ասում են, եթե խաղաղություն կա, Ռուսաստանի դեր այստեղ նվազում է, ապա Ռուսաստանի դա ձեռք չի տալիս։ Կարծում եմ այդ էջը փակված է։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմի էջը փակված է։ Ես անհավանական եմ համարում, եթե կտրուկ ինչ որ բաներ տեղի չունենան, հա, ես անհավանական եմ համարում, որ այդ էջը մենք նորից բացենք եւ այդ էջը ես համարում եմ փակված։ Նաեւ ես կարծում եմ մեր մարդկանց ուղեղներում եւ հույս ունեմ, որ Ադրբեջանի իշխանությունները նույնպես կարող են նման բանդում անել, որ իրանց մոտ էլ է այդ էջը իստիս փակված, այլ հարց է, եթե ինչ որ մեկը փորձի ընտրություններից հետո, ընտրությունների ժամանակ ինչ որ իրողություն փոխել, որին նույնպես ես քիչ եմ հավատում, որովհետեւ տեսեք, այն ինչ որ մենք հայտարարել ենք, այն որ Ղարաբաղյան էջը փակված է եւ խաղաղության դարաշրջան է, եւ այն ինչ որ տեղի է ունեցել, հա, անդիմադիր դաշտում, քաղաքական դաշտում արձագանքի առումով եւ հայ ժողովրդի արձագանքի առումով իմ համար ակնհայտ է, որ այն խոսույթը այն առաջարկը, հա, ճակերտավոր, որ մենք արել ենք, դա հանրության կողմից ընդունվել է եւ հաստատվել է։ Եվ եւս մեկ անգամ կհաստատվի 26 թվականի ընտրություններին։ Եվ պարոն Սիմոնյան, Ռուսաստանը իր մասնակցությունը կարևորում է երկաթուղու արկայությամբ, քանի որ կառավարումը հանձնված է Հարավկովկասյան երկաթուղի ընկերությանը։ Բայց այստեղ մի խնդիր կա։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին Մոսկվայում ըստ Կոմերսանտի տված հարցազրույցի հայտարարեց, որ Հարավկովկասյան երկաթուղում արձանագրվել են $60 միլիոն չարաշահումներ։ Այս ժամանակ հարուցվեց քրեական գործ, բայց հետո այդ քրեական գործը կարճվեց, չհասկացանք ինչպես ի վերջո պարզ չդարձավ պարոն Փաշինյանը ճիշտ էր, սխալ էր, եւ եթե կա այսպիսի տեղեկություն, որ Այո, չգիտեմ, ես անկեղծ այդ ինֆորմացիան չեմ տիրապետում, ոչ քննչական մարմինների, ոչ այդ ՅՈՒԿԱԺԴ-ի հետ կապված գործին չեմ տիրապետում, չգիտեմ, ինձ դա չի վերաբերում, ես ազգային ժողովի նախագահ եմ։ Բայց նաև քաղաքական թիմի անդամ եք, քաղաքական հարցում, ի վերջո ռուսական կողմը վերանորոգելու է վարչապետի նշած հատվածները։ Եթե չվերանորոգի, մենք դա կանենք ինքնուրույն, որովհետև դա մեզ պետք է եւ մենք մեր երկրին դա անհրաժեշտ է, բայց մենք սպասում ենք, որ ռուսական կողմը դա կանի եւ ակնկալում ենք, որ դա ռուսական կողմը կանի։ Եթե չանի պայմանագիրը կխզվի, չեմ կարող ասել, բայց մենք ակնկալում ենք, որ կանի եւ ես ձեզ խնդրում եմ այս խոսակցության շրջանակում ես արդեն չգիտեմ քանի րոպե մենք խոսում ենք, դուք անընդհատ Ռուսաստանից եք խոսում, կարծում եմ եք անդրադառնանք։ Հուսամ, կարծում եմ, որ շատ գերագնահատված է այն թեման, որ մենք խոսում ենք եւ այդ թեմայի շուրջ լարվածությունը, քան իրականությունում դա կա։ Անդրադառնանք պարոն Սիմոնյան խորհրդարանի գործունեությանը եւ ձեր պաշտոնավարմանը։ Մի քանի ամսից այս խորհրդարանը արձակվելու է, գործունեությունը դադարեցվելու է սահմանված կարգով եւ ըստ ձեզ այս վեճերից, շշամարտերից, հայոյախոսությունից, ՊՊՑ ծառայողների մասնակցությամբ լրագրողներին եւ ընդդիմադիր падգամավորներին դալիճից շենքից դուրս հանելուց զատ այս խորհրդարանը ել ինչով է հիշվելու մարդկանց մոտ։ Մենք բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ ենք իրականացրել, որոնց ազդեցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տարիներ, տասնամյակներ շարունակ իրենց վրա զգալու են եւ ցավոք սրտի ձեր նշած այդ դեպքերը, հա, որոնք տենց սկանդալային ինչ որ բան ունեն իրենց շուրջ, ստվերում են, որովհետեւ մարդուն ավելի հաճախ հետաքրքիր է էքշնը, հետաքրքիր է այդ խժդժությունները եւ այլը, բայց դրա պատճառների մասին ես խոսել եմ։ Պատճառներն ա եղել, որ այս խորհրդարանը ձևավորվել է 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո եւ ընդդիմադիր դաշտը, որը որ եկել էր մեզ բանտարկելու, գնդակահարելու, այսպես ասած, ճակերտավոր խոստումով, հա, իրենց ընտրողներին, եկավ, հասավ դահլիճ, հետո հայտարարեց, որ իրենք իրենց օրակարգով են գալու եւ իրենք մնացին իրենց այդպես ասած այս հայտարարության գերի, որովհետեւ իրենց մեղադրում էին հենց ամենաառաջի օրվանից,
ազգային ժողովը լեգիտիմացնելու մեջ, այս գումարումը եւ այլը եւ իրանք սկզբից դուրս եկան փողոց, մի խոսքով այդ լարվածությունը դա այդ այն պատճառով է, որ ազգային ժողովը այն տեղն է, որտեղ ընդդիմությունը եւ իշխանությունը անմիջականորեն հանդիպում են տեսախցիկների առջև, բայց ես վստահեցնում եմ, որ մենք հանդիպում ենք տեսախցիկներից դուրս, այդ ամեն ինչը գոյություն չունի, կամ առնվազն շատ նվազագույն աստիճանով է։ Այսինքն դուք են ռադիկալ հայացքներ ունեցող ընդդիմադիրների հետ տեսախցիկներից այն կողմ շատ ջերմ շփվում եք։ Ես Աննա Մկրտչյանի հետ, Լևոն Քոչարյանի հետ։ Ես չկա տենց մարդ, որի հետ ես տեսախցիկներից այն կողմ չեմ շփվել եւ այդ շփումը չկա դեպք, որ այդ շփումը սկանդալով կամ կռվով է ավարտվել։ Ես Լևոն Քոչարյանի հետ եմ շփվել, մենք իրար հետ գործուղումել ենք գնացել, Աննա Մկրտչյանին մարտի 8-ի կապակցությամբ ծաղիկ եմ նվիրել եւ նես չի որ մենք իրար ինչ որտեղ հանդիպում ենք, շփվում ենք եւ այլը, բայց կարծում եմ դա նորմալ է, ես չեմ ուզում որ մենք Այսինքն տեսարաններ, տեսախցիկների հանրության համար, հա։ Նայեք, երբ որ մենք ես ու դուք իրար հանդիպում ենք փողոցում, մենք իրար բարևում ենք եւ նորմալ շփվում ենք, հա, բայց դուք կարող եք ինչ-որ սուր հարցադրում անել ինձ, ես կարող եմ ինչ-որ ձևով սուր ձևով ձեզ արձագանքեմ, բայց դա չի նշանակում, որ դուք փոխում եք ձեր կարծիքը կամ ես փոխում եմ իմ կարծիքը, նույնը падգամավորների պարագայում, այսինքն ինչ պետք է միջանցքում իրար տենանք, իրար հարվածենք, ես կարծում եմ նորմալ է ու դա չիմանամ, դուք նիստերի դահլիճում վիրավորում եք իրար, դե նիստերի դահլիճում այն որ վիրավորում է, հրահրում է եւ դրան այդ պահին պատասխան է լինում, պարզ է ինչ որ մարդիկ ինչ որ մարդկանց հետ միգուցե չեն շփվում։ Բայց ես ազգային ժողովի նախագահն եմ, ես պարտավոր եմ բոլոր падգամավորների հետ շփվեմ եւ ես ոչ մի խնդրեմ չունեմ, չկա քաղաքական դաշտում տենց մարդ, որի հետ ես պատրաստ չեմ շփվել, եթե ասելիք ու խոսելու բան կա։ Պարոն Սիմոնյան, խորհրդարանի վարկանիշը ըստ միջազգային հանրապետական ինստիտուտի 2025 թվականի հարցման Հայաստանի քաղաքացիների 54%-ը դժգոհ է ազգային ժողովի աշխատանքից, շուրջ 20%-ը գոհ, սա ձեզ ինչի մասին է խոսում։ Նարեկ ջան, միշտ ազգային ժողովի վարկանիշը Հայաստանի Հանրապետությունում շատ վաղուց եղել է շատ նմանատիպ իրավիճակում, որովհետև գիտեք ինչ, այ որ նույն հարցում անցկացնեն եւ падգամավորներին հարցնեն ինչ օրենքներ է ընդունել ազգային ժողովը, ես վստահ եմ, որ շատերը չգիտեն։ Եվ ինչպես մենք արդեն խոսեցինք, դա խնդիրը այն է, որ այդ միջադեպերը ստվերում են այն բազմաթիվ դրական օրենսդրական նախաձեռնությունները, որոնք որ իրականացվել են Հայաստանի Հանրապետության հենց քաղաքացիների համար։ Բայց դա ասում եմ, այնտեղն է, որտեղ որ ընդդիմադիրը, որը որ փողոցում խոսք է տալիս մեզ գնդակահարել, գալիս է եւ կանգնում է իմ առջեւ եւ կամ պետք է գնդակահարի, կամ պետք է մի ինչ-որ սկանդալ սարքի եւ մենք էլ բնական է ինչ-որ պահի պատասխանում ենք, դա է եղել պատճառը։ Դուք ասում եք միշտ այդ տվյալներն է եղել հարցումների հետ կապված, բայց նույն կառույցի արված 2019 թվականի հարցման համաձայն 63%-ը գոհ է եղել եւ ընդամենը 35%-ն է 2019 թվականին բոլորից, այդ թվում նաեւ մենք եւ դուք բոլորը ամեն ինչից գոհ են եղել։ 2019 թիվը կարելի է միայն համեմատել 2025 թվականի հետ իր դրական եւ ապագայի նկատմամբ լավ հույսերով։ 2019 թիվը դա 2018 թվականից հետո ամենալավ տարին էր միջև պատերազմը։ Դա ձեր խնդիրը չի, պարոն Սիմոնյան, որ դուք չեք կարողանում խորհրդարանի աշխատանքներն այնպես կազմակերպել, որ հայհոյանքներ, վեճեր, շշամարտեր չլինեն։ Նարեկ ջան, ես չեմ համարում, որ դա այն դեպքն է, որտեղ ես պետքա պատասխանատվությունը վերցնեմ ինձ վրա, որովհետև հասուն մարդիկ են նստած, ես մանկապարտեզի վարիչ չեմ, հասուն մարդիկ են նստած, իհարկե ինչ որ լարված իրավիճակում ես հաճախ փորձում եմ հանդարտեցնել եւ լինում է դեպքեր, որ ես չեմ փորձում հանդարտեցնել։ Թեժացնում եք։ Այո, որովհետև գիտեք ինչ, ես իրան որպես մի մարմին բավականին լավ էմոցիոնալ առումով տիրապետում եմ եւ ես գիտակցում եմ, որ այդ պորտկումը, այդ արտահայտումը պետք է ինչ-որ պահի այնուամենայնիվ դուրս գա, լինի եւ հանգի, որովհետեւ հակառակ պարագայում դա կարա շատ ավելի մեծ բանի վերածվի, բայց նորից եմ ասում, իշխանությանը ձեռ չի տալիս նման իրավիճակները, իշխանությանը ձեռ չի տալիս նման գործելավոճը, որովհետև մենք ենք, ինչպես դուք ասեցիք, հենց նոր ինձ հարցադրում արեցիք, հա, մենք ենք ստիպված դրա համար պատասխանել եւ պատասխան ենք տալիս դրա համար։ Բայց կրկնում եմ, ես ուզում եմ մենք հասկանանք մենք ինչ ազգային ժողովի մասին ենք խոսում։ Պատերազմից հետո
երբ որ գալիս էին 3833 մեր զոհվածների փոխարեն 5000-7000 գալիս են թիվ են ասում, երբ որ մեր նկատմամբ դավաճան, թուրք, չգիտեմ էլ վերջի հնարավոր վիրավորանքները, սրիկա, ինչ ասես դալիճում հնչում են։ Այսինքն դա այնա, ինչը որ ընտրությունների պատճառով եւ հետևանքով եղավ։ Պարոն Սիմոնյան, այդտեղ չկա իշխանության մեղադրանքը, որ զոհերի թիվը տարբեր թվեր են ըստ ինչու ոչ նաև քաղաքական նպատակարարության միջոցով, որովհետև կներեք իշխանությունը չհրապարակեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան թիվ, հիմա չկա մի կայք, որտեղ մտնես եւ ամբողջական ցանկին ծանոթանաս։ Նախ կա կայք, որտեղ եթե ես չեմ սխալվում, ոնց էր կոչվում, իմ անունը չեմ մտաբերում, եթերից հետո ձեզ կասեմ, որովհետև ես էլ տենց գիտեի, որ չկա կայք, հետո ինձ ուղղեցին, ասին, որ կա, միգուցե էլի լավ բան չեմ առաջ ֆիքսել, բայց կա հրապարակված քանակը եւ տեսեք, խնդիրը ձեր ասացի կայանում է նրանում, որ իշխանությունը շատ պատասխանատու եւ զգուշ է մոտենում այդ մեր բոլորիս համար ամենացավոտ հարցին։ Ու այո, միգուցե մենք պետք է այդ թիվը շատ ավելի հաճախ ասեինք, բայց մի հիմար շրջանառության մեջ գցեց այդ մեծ թիվը, հետո սկսեցին կլորացնել, հետո սկսեցին ավելացնել ինչ-որ թիվ, բայց փառք Աստծո, հիմա կարծում եմ այդ ընկալումը բոլորի մոտ 3833 հաստատված զոհի գոյություն ունի եւ միևնույն ժամանակ այդտեղ մի հատ ուրիշ խնդիր էլ կա, չէ, դա ես չէ, դա ֆիքսած թիվ է, դա ես չէ։ Այդտեղ մի ուրիշ խնդիր կա։ Մի հատ վերջացնեմ, հա, խնդիրը այդտեղ ուրիշ բանի մեջ է, նաեւ էլի զգայուն լինելու մասով կան անհայտ կորածներ։ Եվ մենք քանի դեռ հաստատված չէ այդ մարդկանց ճակատագիրը, այդ թվի մեջ իրանց ավելացնել կամ քչացնել նույնպես խնդիր է։ Եվ պատերազմից հետո դեպքեր են եղել, անմիջապես պատերազմից հետո դեպքեր են եղել, որ ինչ որ մարդիկ հայտ են եկել, դրա համար տենց հեշտ է, հա, ասել հենց պատերազմը պրծավ, երբ պրծավ, ժամը 7-ին վերջացավ, դե ասեք ինչ եղավ, վերջնարդյունքը ինչ եղավ, դա անհնար բան է, որովհետև կրկնում եմ, խոսքը մարդկանց ճակատագրերի մասին է։ Պարոն Սիմոնյան, գալով էլի վարկանիշի թեմային, իսկ ձեր անձնական վարկանիշն ինչու է այդքան ցածր, հա, այդ նույն ինստիտուտի հարցման տվյալներով 25 թվականին ձեզ ընդամենը 1%-ն է վստահում, սա ձեզ չի մտահոգում։ Ես չի մտահոգում, չի մտահոգում, որովհետև դուք խոսում եք Ալեն Սիմոնյանի մասին, ինձ ավելի մտահոգում է, թե ինչ վարկանիշ ունի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որովհետև մենք պարլամենտական երկրում ենք, ես էլ կուսակցության անդամ եմ, հիմնադիր եմ եւ անկեղծ ասած ես չեմ զբաղվելու Ալեն Սիմոնյանի վարկանիշով։ Կուսակցության անվան տակ անցնեք։ Նայեք ջան, բայց դա մեր համակարգը, բայց անձինք են, չէ՞, իրենց գործունեության վարկանիշով հեղինակություն հաղորդում կուսակցություն, ոչ թե կուսակցություն։ Ես կարծում եմ իմ վարկանիշը, եթե կուսակցությունից դուրս նայենք, եթե կուսակցությունից դուրս նայենք, հա, իմ վարկանիշը շատ ու շատ հայտնի քաղաքական գործիչների, նախկին նախագահներից շատ ավելի բարձր է կամ առնվազն հավասար է, ինչը ինձ էս փուլում բավարարում է։ Կրկնում եմ, ինձ ավելի անհանգստացնում է քաղաքացիական պայմանագրի վարկանիշը, ինձ դա է ավելի հետաքրքիր, որտեղ ես չեմ զբաղվում իմ անձնական վարկանիշը բարձրացնելով։ Այսինքն ինչ տրամաբանություն է։ Կուսակցության ներսում էլ ըստ էության վարկանիշ չունեք, 11-րդ հորիզոնականն եք վարչության ընտրություններով։ Դուք չգիտեք կուսակցության ներսում ինչ վարկանիշի մասին է խոսքը եւ քվեարկությունն եմ ասում ձեր։ Դա վարկանիշ չի, դա չափորոշիչ չի, դա նախորդ ցուցակում ես եղել եմ 6-րդ համարը եւ դրանից հետո ընտրվել եմ ազգային ժողովի նախագահ եւ ներողություն եմ խնդրում, բայց այդ չի, որ որոշում է, ու նույնիսկ իմ համար դա որոշիչ չի, Նարեկ ջան։ Անկեղծ որոշիչ չի։ Քանի որ ձեր պաշտոնավարումը ավարտին է մոտենում մի քանի ամսից։ Այո, վարկանիշ չունեմ, ինձ ինչ եք ձեր եթեր կան, չէ, որտեվ ի պաշտոնյա ազգային, այսինքն ես վարկանիշ չունեմ, ինձ որպես ազգային ժողովի նախագահ։ Ես կառույցներին եմ հղում անում։ Չէ, ինձ ձեր որպես լրագրող կարծիքն է։ Չէ, բայց ձեր կարծիքով տենց դուք համարում եք։ Չէ, ես չեմ ասում չափել եք, որտեվ ես էլ չեմ չափել, դուք վերցնում եք մի հարցում, որտեղ որ հարցվածներին հարցնում են, թե բացի Նիկոլ Փաշինյանից ելում եք որպես քաղաքական երկրորդ համար տեսնում եւ դա բերում եք որպես իմ անձնական վարկանիշ, ես ձեզ եմ ուզում հարցնեմ, դուք որպես լրագրող ինչ եք կարծում, այս եթերը, իմ ընդհանուր եթերները, ընդհանուր առմամբ ճանաչելիությունը Հայաստանի Հանրապետությունում 1% է եւ փորձում եք այդ խոսակցության մեջ դա հիմա ասենց ներկայացնեք։
Պարոն Սիմոնյան, այստեղ հարցեր ես եմ տալիս ըստ հաղորդման ֆորմատի եւ բայց զրուցում ենք, բայց չէ, հետաքրքրում է, որովհետեւ ես եմ դա հարցնում, թե իմ 1% վարկանիշով, այն 1% մարդիկ, չէ, ներողություն, այն 1% մարդիկ, որոնց ես ներկայացնում եմ, հա, հետաքրքրում է դա մոտարապես երևի անում է, ինչքանի մարդ է անում, ընդհանրենք 100,000 մարդ է անում, հա, հարցնում են, այնուամենայնիվ դուք կանչել եք ազգային ժողովի նախագահին եւ ասում եք, որ իր վարկանիշը 1% է, այսինքն մեկը, որը որ կլսի։ Ես նաև ասում եմ, թե ով է ասում դա, որ 1% է։ Նայեք, որտեվ դուք սխալ եք մեկնաբանում, հարգելիս։ Այդ հարցման հարցը, եթե դուք կարդաք, հա։ Հարցման հարցը վերաբերում է քաղաքացիական պայմանագիր։ Չէ, ում եք վստահում քաղաքական գործիչներից։ Տեսեք, ես կրկնում եմ, իմ վարկանիշը դա իմ կուսակցության վարկանիշն է։ Ես իմ վարկանիշը բարձրացնելու համար, անձնական վարկանիշը ոչ մի քայլ չեմ արել, չեմ անում ու չեմ գտնում, որտեղ ես պետք է անեմ։ Շատ լավ, պարոն Սիմոնյան, ո՞րն է համարում ձեր պաշտոնավարման ընթացքի դրական քայլերը, գործողությունները, կարող եք մի քանիսը, գոնե 3-ը նշել։ Որպես ազգային ժողովի նախագահ, գիտեք ինչ, նախ այն, որ ես կարողացա 2020 թվականի պատերազմից հետո ամենալարված ու ամենաագրեսիվ տրամադրված ընդդիմության հետ լեզու գտնել եւ ազգային ժողովը ղեկավարել այս 4.5 տարի արդեն եւ ազգային ժողովի գործունեությունը բնականon շարունակվեց։ Ի հեճուկս ազգային ժողովի շենքի վրա հարձակման, ի հեճուկս ընդդիմության պաշտոնների հրաժարումից, ի հեճուկս իրենց խոստումների բոլոր, որ իրանք էս, ի հեճուկս այն խոսակցությունները, որ այս ազգային ժողովը 6 ամիս է ընդամենը գործելու, կարող եմ շարունակել բազմաթիվ նման օրինակներ, որին ի հեճուկս ազգային ժողովը աշխատեց, ազգային ժողովի մեջ բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել, նաև տնտեսական, շինարարական փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք տարիներով մնալու են, ես դրանով հպարտանում եմ։ Իսկ բացասականներից ինչ կհիշեք, պարոն Սիմոնյան, որոնց համար գուցե նաև զղջում եք։ Բացասականներից կարող եմ հիշել, որ միգուցե ինչ որ պահի կարող է պետք էր ավելի շատ զսպված լինել, պետք էր ավելի արագ գործել, բայց որովհետեւ այդպիսին բան, որը որ ազդել է ազգային ժողովի գործունեության վրա, արդյունքի վրա, ռեզուլտատի վրա, հա, որպես այդպեսին ես չեմ կարող ասել, որովհետև հակառակ պարագայում ես կդիմեի իմ կուսակցությանը եւ կխնդրեի ինձ ազատել այդ պաշտոնից, որովհետև ես ձախողել եմ։ Բայց ես չեմ համարում, որ գործունեությունը ազգային ժողովի ես ձախողել եմ։ Լավ բաներից, ես ուզում եմ լավ բաներից ավելացնեմ միջազգային մեր շփումները եւ տարբեր միջազգային կառույցներում մեր աշխատանքը այն պարլամենտական դիվանագիտությունը, որը որ իրականացրել է, իրականացնում է ազգային ժողովը, անհամեմատելի է որևիցե ազգային ժողովի նախորդ գումարումների այդ ահռելի աշխատանքը, որը որ այս 4-5 տարվա ընթացքում մենք արել ենք։ Իսկ քաղաքացու հետ ձեր հայտնի այդ միջադեպը կասկադում դրա համար չեք զղջում, պարոն։ Նայեք ջան, չեմ պատասխանելու այդ հարցին, որովհետև դա քո կողմից արդար չի, չէ, որովհետև դրա մասին արի ամեն անգամ, գիտես ինչ մուրուքով անեկդոտներ կան, որ բոլորը պատմում են, այն որ չգիտեմ Զոնքաչի մասին կամ ինչ որ բան, այդ արդեն դառել է մուրուքով անեկդոտ։ Այդ մուրուքով անեկդոտը ինչքան խոսենք, ինչքան դրա մասին փորձենք հարցնել, պատասխանը նույնն է լինելու։ Հիմա ինչքան կարելի է նույն բանը ինձ հարցնել, փորձելով հարցազրույցը ներկայացնել որպես սուր հարցազրույց կամ լրագրողը փորձելով ներկայանալ որպես համարձակ լրագրող, որ այդ հարցը ինձ տվել է։ Այսինքն քանի անգամ եմ ես այդ հարցին պատասխանել, երևի 7-ից 8 անգամ առնվազն։ Գնացեք նայեք այդ պատասխանները։ Չեք զղջացել, փաստորեն շատ լավ։ Այսինքն ես այդպես բան ասացի, Նարեկ ջան։ Ես այդպես բան ասացի։ Զղջում եք թե ոչ, գնացեք այդ պատասխանը 7 անգամ տվել եմ։ Խնդրում եմ նայեք այդ։ Հիմա այստեղ ի՞նչն է խանգարում ասել, զղջում եք։ Անհարգալից եմ համարում իմ նկատմամբ ձեր վերաբերմունքը այս պահին, որովհետև 7-ից 8 անգամ ես այդ հարցին պատասխանել։ Քաղաքացու նկատմամբ ձեր պահվածքը այդ պահին հարգալից է։ 7-ից 8 անգամ այդ հարցին պատասխանել։ Ուզում ես մի հատ էլ հարցրել այդ հարցը։ Պարոն Սիմոնյան, խորհրդարանը որպես վերահսկող գործառույթ եւ առաջնային մանդատ ունեցող կառույց իրապես վերահսկում է կառավարության աշխատանքը, թե ոչ, սահմանադրությամբ նշված է, որ ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում պետական բյուջեն եւ իրականացնում սահմանադրությամբ սահմանված գործառույթները։ Միշտ այսպես ընկալում կա, տպավորություն կա, որ խորհրդարանը կառավարության դակող մարմինն է, ինչ գալիս է դակում են։ Դուք կարող եք հիմա հիշել մի քանի նախագծեր, որոնք օրինակ խորհրդարանը մերժել է եւ դրա հիմքում դրել է բովանդակային
բազմաթիվ sense դեպքեր են եղել եւ նաեւ եղել են տեխնացուների, երբ որ մերժվել են տեխնացուներ, որոնք որ կառավարությունն է բերել, բայց ես ներողություն եմ խնդրում, մենք մոռանում ենք, հա, որ վարչապետը եւ կառավարությունը դա մեր թիմի, մեր խմբակցության, մեր կուսակցության նաեւ հենարանն է եւ ոչ միայն վերահսկողը, եւ մենք այդ հենարան եւ վերահսկող տրամաբանության մեջ աշխատում ենք մեր խմբակցության միջնորդությամբ եւ մեր խմբակցության մասնակցությամբ նախարարները նշանակվում, ազատվում գործից եւ խմբակցությունը, կուսակցության ամբողջ գործունեությանը մասնակցում է եւ մենք ոնց ասեմ, այնպես տպավորությունն է, որ դու ինչ որ բանը չես կառավարում եւ չես մասնակցում եւ դու պետքա դա վերահսկես։ Մենք դա անում ենք կուսակցական ֆորմատում եւ բավականին հաջող է ստացվում։ Հարցը ոչ թե այն մասն է, որպես ոչ կառուցողական ինչ-որ տեսարաններ ստեղծվել զուտ պետության շահից ելնելով համարեն, որ օրինակ այդ նախագիծ, այդ օրենքը եղել է դեպքեր, բազմաթիվ դեպքեր, Նարեկ ջան, 2445 օրենք է ընդունվել։ Ոնց ես հիշեմ, խնդրում եմ ինձ ասա։ Ասեմ ավելին, տեխնացուներ են եղել, որ կառավարությունը ներկայացրել է, մենք մերժել ենք։ Հա, հանրային աղմուկ է եղել, օրինակ ԲԴԽ անդամ չի ընտրվել։ Իսկ քիչ է եղել, որ հանրային աղմուկ ա եղել, բայց մեկ-մեկը հաստատել են, կամ հանրային աղմուկ ա եղել, օրենքը ընդունել են։ Մտահոգությունները չեք լսել փաստորեն։ Լսի, ինչ անշարկում մտահոգություններ։ Ուզում եմ հասկանամ, իշխանությունը պետքա հենց տեսնի, որ Facebook-յան 5 օգտատեր ինչ-որ բան են գրում, արագ վազի է ձեր ասած վարկանիշի հետևից, ալեն էլ մտածի իմ վարկանիշը 1-ից կդառնա 1.5 եւ գնաս եկեք այս բանը չանենք։ Չէ, Facebook-յան օգտատերը չէ, հասարակություն, փորձագետներ, որոնք օբյեկտիվ իրավիճակը իշխանություն լինելը, նաեւ պատասխանատվություն վերցնելը եւ երբ որ դու վստահ ես, որ այդ օրենսդրական նախաձեռնությունը կամ այդ քայլը դրական է անդրադառնալ, այդ քայլը պետք է անես։ Հակառակ պարագայում դու բան ես, խաղալիք ես ինչ որ ուժերի դեմ։ Այսինքն, տեսեք, հիբրիդային հարձակումների մասին ենք խոսում։ Հենց այդ հիբրիդային հարձակումների եւ հիբրիդային այդ գործողությունների նպատակը այն է, որ ինչ որ կամք կամ ինչ որ կարծիք պարտադրեն ինչ որ մեկին, հա։ Լինի դա օրինակ տրանսպորտի թանկացման դեպք, հա։ Այսինքն հանրային կարծիքը այդտեղ այտենց միանշանակ էր կամ էլի շատ ու շատ այտենց օրենսդրական նախաձեռնություններ են եղել։ Պարոն Սիմոնյան, այս 5 տարիների ընթացքում հանրությունը 4.5 տարիների ընթացքում հանրությունը ականատես չեղավ նաև նա, որ ազգային ժողովը իշխանական թևը մոնիթորինգի ենթարկեր 21-26 թվականների կառավարության ծրագիրը եւ չկատարած դրույթների վերաբերյալ կառավարությունից Պարզաբանումներ պահանջեր, հա, նիստի մակարդակով օրինակ, ես մի երկու օրինակ եմ առանձնացրել։ Պետք չէ օրինակ, կարող եք 100 օրինակ բերել։ Մի հատ ուզում եմ բան ասեմ ձեզ։ Չեք ուզում լսել ինչը չեք արել։ Կասեք հետո, կասեք, ես տեղ եմ, տեղ չեմ գնում, հա։ Հասկանում եք, որ մենք այդ նույն բանա ոնց որ ասեք, որ աջ ձեռը պետքա մոնիտորինգ անի, ձախ ձեռը թե ինչ է անում։ Մեր падգամավորները խմբակցության հիմա այսօրվա կառավարության մեջ բազմաթիվ մարդիկ մեր падգամավորներն են։ Հետո այդ ձեր ասած մոնիտորինգը իրականում տեղի է ունենում, բայց դուք հանրությունը եւ լրագրողները տեսնում եք վերջնարդյունքը։ Այսինքն դա քննարկվում է օրինակ օրենսդրական նախաձեռնությունները քննարկվում է կառավարությունում քննարկվում է համապատասխան հանձնաժողովների ղեկավարների եւ անդամների հետ։ Հետո գալիս է դա քննարկվում է մեր կուսակցությունում խմբակցության նիստում։ Յուրաքանչյուր օրենսդրական նախաձեռնություն մենք մասնավորապես եթե դա խնդրահարույց է լինում, խմբակցությունը քննարկում է։ Հետո նորից քննարկվում է մի հատ, եթե ավելի բանա վարչությունում, եթե դա պրոբլեմատիկ է։ Այսինքն այդ process-ները դուք ուղղակի կամ անտեսում եք կամ մենք մի քիչ ենք ներկայացնում։ Տեսեք, պարոն Սիմոնյան, անակ 21-26 թվականների կառավարության ծրագրում մասնավորապես ասվում էր Ղարաբաղյան հիմնախնդիր բաժնում, որ առաջիկա տարիներին կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ եւ համապարփակ կարգավորումը, Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը կառավարությունը տեսնում է ԵԱԿ Միսկի խմբի համանախագահության ներքո, ինչպես նաև ինքնորոշման իրավունքի հիման վրա, երևի ավելորդ է ասել, որ բոլոր կետերով սա ձախողել է։ Այժմ իսկ կա ինչ-որ մեկը, որ չի նկատել, որ դրանից հետո ինչ-որ բան է փոխվել։ Այսինքն դուք հասկանում եք, դուք ասում եք ինչ-որ մի իրավիճակում կայացված որոշում, բայց դրանից հետո հարձակում ա եղել։ Դրանից հետո հարձակում ա եղել։ Դուք ծրագիրը գրելուց ռիսկերը հաշվի չեք առել։ Ռիսկերը հաշվի է առնում մշտապես, բայց
Միևնույն ժամանակ դու չես կարող կանխորոշել, որ ենթադրենք նույն Մինսկի համանախագահ երկրներից մեկի խաղապահ ուժերը այնտեղ կանգնած, իրենք ոչ թե խաղապահ ուժեր են լինելու, այլ ուղղակի ուղեկցող ուժեր են լինելու, որ օրինակ, ասում եք 21 թվական, 23 թվականին, ասենք այդ ուժերը հայ բնակչությանը բան են անելու, ուղեկցելու են դեպի Հայաստանի Հանրապետության սահման։ Այսինքն իրողությունները փոխվում է, Նարեկ ջան, եւ ասել, գիտեք ինչ, հիմա ես եկել եմ ձեր մոտ հարցազրույցի, հա, բայց եթե հիմա հոսանքը անջատեն, մեր հարցազրույցը տեղի չի ունենա։ Եվ այդ ժամանակ ես ձեզ մեղադրեմ, ասեմ դուք ինձ ես իմ գործերը դրել եմ մի կողմ, եկել եմ ձեր մոտ հարցազրույցի, բայց չէի կանխատեսել, մենք դվիժով ռիսկերը կառավարում ենք եւ այլ տարբերակներ կգտնենք Ֆրանսիում։ Դե մենք էլ ռիսկերը կառավարում ենք եւ այդ իրավիճակի եւ ռիսկի կառավարումը բերելա նրան, որ Արցախը հայաթափվել է Յակոմիսկի որ մենք Ղարաբաղի էջը համարում ենք փակված եւ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդի անվտանգությունը ապահովելու եւ ինքնորոշման ծրագիր եք ներկայացրել։ Այո, բայց ես քեզ կրկնում եմ, որ դա խոսքը գնացել է, որ գոյություն է ունեցել նորաստորագրված եղել նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, երբ որ այնտեղ ռուս խաղապահներ են կանգնած եղել։ Հետո ես գիտեք, զարմանում եմ հաճախ, որ մեր այսօրվա աշխարհում, երբ որ ամեն ինչ տեղի է ունենում, ասենք չգիտեմ, մի երկրի նախագահին ուղղակի վերցնում են տանում են ուրիշ երկրի նախագահ, որ երկու եղբայրական ժողովուրդ արդեն 4 տարի է պատերազմի մեջ են, երբ որ ամեն ինչ ինչ որ տեղի է ունենում, դուք ես զարմանում եմ, որ դուք ուզում եք ստատիկ 2021 թվականի։ Լավ է, չեք մեջբերում 2017 թվականի իմ հարցազրույցը, որտեղ ես ասում եմ, որ փողզիջումներ պետքա չլինի։ Էդ էլ մեջբերեք։ Պարզապես կառավարությունը հնգամյա է ծրագիրը, հասկանալի է, մեկ տարով ներկայացրեք։ Ներողություն, չկա աշխարհում որևիցե կառավարություն, որի ծրագիրը 100%-ով կամ 90 կամ 88%-ով դա ծրագիր է։ Լավ, սա աշխարհակաղակական է։ Ուրիշ բան ասեմ։ Կգնանք, կհասնենք արկապությունը այստեղ չէ։ Նույնիսկ մեր ընդդիմադիր գործընկերները, որոնք որ իրենց ծրագրի մեջ այտենց հրապարակային ծրագիր չունեն, նույնիսկ իրենք չեն կարողանում տարբեր իրողությունների, փոփոխությունների մի, չգիտեմ, անձնավորություն իրաց մեջից կարող է մի վատ հարցազրույց տա եւ այդ ամբողջ բանը քանդվի, բայց դա չի նշանակում, որ կառավարությունը, ընդդիմությունը, լրագրողը, քաղաքական գործիչը պետք է իր ծրագիրը չունենա եւ ես կարծում եմ, որ այս խոսակցության միակ պատասխան տվողը եւ դատողը հայ ժողովուրդն է լինելու, որը 4-5 ամիս հետո կդատի, կգնանք իրանց մոտ, կասենք, էսա մեր ծրագիրը, ասեն, չէ, դուք ձախողել եք, մեզ չընտրի, ի՞նչ նախնդիր է։ Փառք Աստծո, այսօր Հայաստանի Հանրապետությունում մեր ծրագրերի իրականացրած ծրագրերի, հա, շրջանակներում այսօր Հայաստանի Հանրապետությունում ազատ, անկախ եւ թափանցիկ ընտրություններ կան, որը որևիցե մեկի մոտ կասկած չի առաջացնում, չէ՞։ Պարոն Սիմոնյան, լավ, այնտեղ հարց եք մոռացել։ Այո, Արցախի հարցը աշխարհակաղակական զարգացումների հետ կապված, լավ, բայց տեսեք, մինչև 23 թվական աղքատությունը կրկնակի նվազեցնելու խոստում եք տվել։ Հայաստանում աղքատությունը կներեք մի հատ նորից տարեթիվը կասեք։ 23 թվականը Հայաստանում աղքատությունը կրկնակի կիսով չափ նվազելու խոստում եք տվել։ 19-ին Թվերը կասեք, ինչքան են ժամանակ։ 19-ին Հայաստանում աղքատությունը եղել է 26.4%։ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով Հայաստանում աղքատ է 21.7%։ Այսինքն նվազել է։ Այո, բայց ոչ կիսով չափ։ Ծայրահեղ աղքատությունը խոստացել է կիսպար վերացնել, բայց հիմա բնակչության 0.6%-ն է ծայրահեղ աղքատ։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պարգևավճարներ ենք տալիս նաև լավ աշխատանքի համար։ Հիմա ըստ էության առնվազն 2 դրույթով կառավարության ծրագրից վերցված տեսանք, որ լավ աշխատանք չի եղել, բայց պարգևավճարներ են ստացել։ Այսինքն այն բանը, որ նվազել է ու չի ավելացել, լավ աշխատանք չենք համարում, որովհետև հայտարարվել է, որ դուք այլ բան եք ասել։ Դուք չեք ասել, զսպելու ենք, դուք ասել եք կիսելու ենք։ Երբ դուք հարցը տալիս եք, ես ձեզ չէի ընդհատում, չէ՞։ Ես հստակեցնում եմ, որ դուք պատասխանում եք։ Ինչպես չի, ես հստակ հասկացել եմ, Նարեկ ջան։ Որ չհասկանամ, ձեզ կարծեմ, կասեմ, ինչ էիք ասում, Նարեկ ջան, հստակեցրեք։ Նախ այսինքն մենք ֆիքսում ենք, որ ոչ հայտարարված կիսով չափից չէ, բայց այնուամենայնիվ նվազել է, չէ, բանը աղքատությունը, բայց նորից վերադառնալով այն բան 21, 22, 23, 24 թվականին մենք հայտնվել ենք պերմանենտ հարձակումների շրջանում եւ դուք մոռանում եք, որ 24 թվականին սեպտեմբերին 100,000 հայ Ղարաբաղից եկավ Հայաստանի Հանրապետություն եւ
մենք այդ մարդկանց տեղավորեցինք եւ ամեն ինչով ապահովեցինք։ Եկան թե բռնի տեղահանվեցին։ Դե բռնի տեղահանեցին, բայց իրանք եկան, չէ՞ որ բռնի տեղահանեցին, չմնացին։ Իրանք եկան Հայաստանի Հանրապետություն եւ մենք նույնիսկ խնդիր ունեինք այն առումով, որ միջազգային կառույցներին ներկայացնել թե վիճակը որքան ծանր է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որից դուք նոր մեջբերում եք անում, այնպես ամեն ինչ ապահովեց, որ մենք չտեսանք, չգիտեմ, ինչ որ հատուկ առանձնացված վայրեր, չտեսանք սոված մարդկանց, չտեսանք ջրի եւ ուտելիքի խնդիր, մենք այդ մարդկանց ամենձև տեղավորեցինք։ Ասածս ինչ է։ Այդ ձեր ասած ժամանակահատվածում 21-ից մինչև 25 թվական, հա, մենք անընդհատ հարձակումների, հարվածների տակ ենք գտնվում։ Մենք ընտրությունները անցկացրել ենք կրակոցների ներքո եւ դրանից հետո էլ են եղել կրակոցներ, հա, բայց այսօր մենք ունենք 2 տարի է, հեսա մի ամսից կլրանա 2 տարին, որ 0 մարդազով է մեր սահմանին եւ վերջացնեմ։ Եվ մեր տնտեսությունը, ինչա՞։ Բան չեմ ասում։ Շնորհակալություն։ Եվ մեր տնտեսությունը աճում է եւ բնական է, որ որևիցե մեկը չէր կարող կանխատեսել այն ինչ որ այսօր աշխարհում տեղի ունի։ Բայց այդ ծրագիրը պարոն Սիմոնյան գրվել այդ մթնոլորտում, այդ իրավիճակում կրակոցների տակ է, չէ՞ գրվել այդ ծրագիրը։ Այո, գրվել է կրակոցների տակ, բայց նաեւ գրվել է տարբեր ակնկալիքներով, տարբեր հաշվարկներով, որոնք փոխվել են։ Հիմա եթե այդ լավ աշխատանքը չի եղել, նաեւ այդ արտաքին խնդիրների պատճառով։ Ոչ միայն արտաքին, ներքին խնդիրների պատճառով։ Շատ լավ, հիմա եթե այդ խնդիրների պատճառով լավ աշխատանքը չի արվել, ինչու են պարգևատրվում։ Նարեկ, ես այս հարցին պատասխանել եմ, դա պարգևատրում չի, դա այդ մարդկանց աշխատավարձն է։ Այսօր ազգային ժողովի падգամավորները դրանք միջին դասի ժողովուրդ է, այսինքն միջին կարգի հարգելիս, ես նա ուզում հասկանամ, մենք խոսում ենք օրենքի հաստատված լինելու իրավաբանական մանրամասների մասին, թե ձեզ հետաքրքիր է այնուամենայնիվ, այն որ սկզբից ասիկ ինչի են պարգևատրվել։ Որն է հարցը։ Նախ նրան պատասխանեք, հետո նրա մասին կխոսենք։ Ես ձեզ շատ մեծ հարգանքով եմ վերաբերում որպես լրագրող, բոլոր ձեր հարցերին կարող եք հետո դա էլ մանրամասնել, բացել կպատասխանեմ։ Այդ մարդկանց աշխատավարձն է, եւ ես կրկնում եմ, ֆիքսենք ուղղակի, որ այդ աշխատավարձի մի մասը տրվում է ամեն ամիս, հա, եւ ինչ որ մի մաս հավաքվում է եւ որպես պարգևավճար նույնպես փոխանցվում է իրենց։ Դա չի նշանակում, որ դա արվել է մի падգամավորը լավ է աշխատել, մի падգամավորը վատ է աշխատել, հա, դրա մասին զրույց կա եւ խոսակցություն կա համացանցում, ես տեսել եմ, բա օրինակ այս մարդը բացակայել է, ինչ եք իրան պարգևավճար։ Դրանք անդրադառնան։ Մի ընդհատեք էլի խնդրում եմ։ Ու ինչ եք տալիս, դա պետք է հուշի, որ դա աշխատավարձ է, նույնիսկ այդ առումով։ Ինչ վերաբերում իրավաբանական ձևակերպման, այդ իրավաբանական ձևակերպումը փորձում են գտնել, որովհետեւ այս պահին դա միջանկյալ լուծում է, որ գնացել է իշխանություն։ Դուք աշխատավարձը տվել եք, հետո փորձում եք գտնել իրավական հիմնավորումը։ Չէ, աշխատավարձը չենք տվել եւ փորձում ենք գտնենք իրավական հիմնավորումը։ Որոշել ենք այդպես բարձրացնել աշխատավարձը։ Հիմքում ինչ է դրած բանը։ Հիմքում դրված է միջին այն թիվը, այն աշխատանքը, որը որ կատարվում է։ Ազգային ժողովի պարագայում, ուղղակի եթե օրինակ գերատեսչությունների, ինչ որ նախարարությունների պարագայում դա ինչ որ հաշվելի բան ազգային ժողովի падգամավորի գործունեության հետ կապված, հաշվի առնելով մեր սահմանադրությունը, մեր մյուս օրենսդրական ակտերը, շատ դժվար է օրինակ հաշվարկել այս падգամավորի գործունեությունը ինչ որ բան որոշել, հա, պայմանական։ Ինչ որ մի падգամավոր կարող է ելույթ չի ունենում, բայց հարյուրավոր քաղաքացիների հետ է հանդիպում եւ հարյուրավոր հարցեր է լուծում եւ հակառակը կարող է ինչ որ падգամավոր միայն ելույթ է ունենում եւ նույնիսկ այդ ելույթի որակի մասին հələ պետք է խոսանք, հասկանանք ինչ է իրենց ներկայացնում եւ որևիցե գործունեություն չի անում։ Դրա համար որոշվել է ընտրվել է այդ տարբերակը, բայց ես նորից եմ ասում, դա այդ մարդկանց աշխատավարձն է եւ այդ աշխատավարձը բերել է հասցրել է նրան, որ միջին դաս է կազմում, այսօր մեր падգամավորները մեծահարուստներ չեն այդ աշխատավարձով, կաշառքներ չեն վերցնում, ծրարով փողեր չեն ստանում, այսօրվա ազգային ժողովի падգամավորը, չինովնիկը հիմնական միջին դասն է Հայաստանի Հանրապետություն։ Ազգային ժողովի նախագահի աշխատավարձը բազայինով եթե բազմապատկում ենք 11 թե 12 էր գործակիցը 1 միլիոն քանի 100,000 դրամ է կազմում, հիմա այս նոր բարձրացումներով ինչքան է կազմում։ Նայեք, ոչ այն ժամանակ եմ ֆիքսված կարող եմ ասել ոչ հիմա, որովհետև ինչ որ կես-կեսը մոտավորապես այդքան է,
Հիմա կարող է 1 միլիոն 100 Ինչքան ստացակ դեկտեմբերին։ մոտավորապես, չգիտեմ Նարեկ ջան, որովհետև վարկային գիծը շատ են մուտքերը։ Չէ, որովհետև վարկային գիծս օգտագործել էի եւ վարկային գծից մինուսի վրա որ դա նստեց, ես ուղղակի չհասկացա թե որն է իմ մինուսը, որն է պլյուսը։ Կարճ ասած վարկային գիծս փակեցի, բայց հիմա էլի վարկային գծից մեջ մինուսը։ Մոտավորապես, եթե ձեզ իմ աշխատավարձն է հետաքրքիր, մոտավորապես այս նոր տրամաբանության մեջ մոտավորապես 1.400.000 դրամի է հասնում ամսական։ Եվ վերադառնալով բացակա падգամավորների թեմային, դուք հրապարակեցիք падգամավորների տասնյակ թե 20-յակ։ Տասնյակ։ Հա, եւ այնտեղ հատուկ շեշտել եք Իշխան Սաղաթելյանի 100-ական բացակա լինելու, հաստ, այսինքն նրանք էլ են ստացել անկախ նրանից, որ բացակա են եղել։ Դե այդ եմ ասում էլի, որովհետև դա աշխատավարձ է, դա ոչ թե լավ աշխատանքի համար պարգև է, որը որ փորձում են։ Բայց որ աշխատանքին չեն ներկայանում, աշխատավարձից կրճատում։ Բայց հիմա ինչու են ձեր падգամավորները ստացել։ Ստանում են այնքանով, ինչքանով որ ինքը ներկա են լինում։ Բայց հիմա անդիմությունը խա գալիս բանանում, գրանցվում սենյակից դուրս գալիս, որ կամ քվեարկություններին գալի, բայց ընդհանուր նիստերին չի մասնակցում։ Որ այդ բանը չհաշվարկվի։ Դիմադիրները քիչ են ստացել։ Ըստ իրենց բացականներ, այսինքն մարդը որ բացակայել է, պայմանական, հա, ամեն մի բացակայությունը պայմանական մինուս չոր գումար։ Ձեր ցանկում ինչի չկար Իշխան Զաքարյանի անունը, նա 2 տարի չի գալիս ազգային։ Իրականում ես այդ հարցը տեսանյութը կազմելուց ես քննարկել եմ բաների հետ, բայց Իշխան Զաքարյանի հետ կապված ինքը սրտի, ես իրավունք չունեմ երես շա մասին խոսել, բայց սրտի հետ կապված խնդիրներ ունի եւ բժշկական հաստատումներ ունեմ եւ այդ պարագայում օրենքով ինչ չի թույլատրվում դա անհարգելի, այսինքն ես դրա իրավունքը չունեմ։ Դա մենակ իրան չի վերաբերվում։ Մենք պարոն Չարչյանն ա բերել հաճախ տենց բաներ եւ ելի մնացած падգամավորներ են դիմադիր падգամավորները, որոնք որ բերել են համապատասխան փաստաթուղթ, ես ուղղակի իրավունք չունեմ կամ ես պետքա գնամ այդ բժշկական հիմնարկ, ասեմ սա ստուգեմ տեսնեմ դա բանա, որի գործառույթը ես չունեմ, կամ ես ման չունեմ, այլ ընտրանք չունեմ։ Ոնց որ պայմանական, հա, երբ որ դուք ձեր լրագրողի բեյջը ցույց եք տալիս, ես չեմ գնալու Պետրագիստր տնամ ձեր ՍՊԸ-ն գրանցված արկերը մուծել եք եւ դուք իրոք ցույց եք տալիս, ուրեմն պատասխանատվությունը այդ թղթի վրա է։ Ստացվում է Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությունը, որ ամեն ինչ թղթերով ճիշտ է, նորմալ է, հիմա էլ է գործում։ Թուղթը բերում են, չգիտեմ Սերժ Սարգսյանը։ Ես չգիտեմ Սերժ Սարգսյանից, բայց դուք խնդիրը կայանում է, որ Սերժ Սարգսյանի ժամանակ ընտրություններ չկար եւ ցուցակները կազմում էր Սերժ Սարգսյանը, երևի թե իր կաբինետում նստած ինչ-որ մարդկանց հետ։ Կլինի ես իմ ձևով պատասխանեմ, որովհետեւ դուք հարցը տենց կիսում եք, երբ որ ձեզ հարմար է, բայց ինձ ես ձեր հյուրն եմ, թույլ չեք տալիս իմ ուզած ձևով պատասխանեմ։ Պարոն Զաքարյանը կգնա ընտրությունների, իրանք ասեն կամ ցուցակ կազմողը կամ մեր ընտրողները կասեն մենք քեզ քվեարկեցինք, բայց դու չգնացիր։ Վերջը կարծում եմ դա ոչ թե իմ խնդիրն է, այլ այն մարդու խնդիրն է, ով իրան բերել է ազգային ժողով եւ դիմեք Սերժ Սարգսյանին կամ այն կուսակցության կամ այն դաշինքի ղեկավարին, ով իրան բերել է ազգային ժողով։ Մնում էր ես իրանց համար ես պատասխանեի։ Պարզապես իհարկե կասկածի տակ չդնելով առանց փաստերի չեմ կարող կասկածի տակ դնել պարոն Զաքարյանի կողմից ձեզ ներկայացված տեղեկանքները, բայց այն ժամանակահատվածում, որ նա ԱԺ չի եկել, օրինակ այդ համահայկական խաղերի շրջանակներում Լիբանանում է եղել, Մեծիտանում։ Ես ձեր հետ համաձայն եմ, բայց հասկանում ես, որ ես իրավունք չունեմ, ես այդ գործառույթը չունեմ, կա պայմանական, հա, այսինչ բժշկական կենտրոն, ստորագրություն, կնիկ, որ այս մարդու առողջական վիճակը վատացել է եւ ինքը սենց բուժում է անցել, պայմանական ինչ որ չգիտեմ, վիրահատվել է։ Ես ինչ պետք է անեմ, այսինքն պետք է թուղթը ճղեմ գցեմ ու այդ պարագայում, այսինքն վերահսկող ինչ որ գործառույթ որն է, հələ դուք ձեր պատկերացմամբ հələ ասեք որն է։ Այսինքն ազգային ժողովի նախագահ կամ իմ աշխատակազմի ղեկավարը պետք է պայմանական նստի գնա այդ հիվանդանոց, մի հատ ասել է ցույց տվեք, բժիշկ պահեմ, չգիտեմ ազգային ժողովում։ Մեկ է դեպքում ենթադրյալ կեղծ տեղեկանքներով, ենթադրյալ կեղծ տեղեկանքներ բերեն եւ պետ բյուջեից միլիոններ ստանան։ Չեն ստանում, եթե բացակայում են, չեն ստանում։ Չէ, բայց եթե տեղեկանքը բերում են, հարգելի է համարվում, բացակայությունների համար էլ են, չէ՞։ Չէ, մեկը եթե ինքը բացակայել է, ինքը չի ստանում։ Բանը, չէ, եթե ճիշտ ես ասում, եթե ինքը հարգելի է համարում, միգուցե ստանում, բայց նորից եմ ասում, ես լծակ չունեմ, որ դա ստուգեմ։ Նորից եմ ասում, դուք Նարեկ ջան, որ բերեք ձեր, երբ որ դուք գալիս եք ազգային ժողով որպես լրագրող, ես չեմ կարող ստուգեմ տեսնեմ դուք պայմանական այդ լրատվամիջոցը կա թե չկա, հա։ Բայց եթե կասկածներ հարուցիկ կհետաքրքրվեք, չէ՞։ Գիտես ինչ, հետաքրքրվեցի,
կան ինչ որ չափորոշիչներ, հա, այդ էս կա, ես դրանից հեռու չեմ կարող գնալ, իրավունք չունեմ։ Շատ լավ, պարոն Սիմոնյան, ամռան ընտրությունները լինելու այդքան սպասված, որ ժողովուրդը ձեզ ասելու է ապրեք կամ չի ընտրելու վատ աշխատանքի համար, բայց մինչ դուք շատ վստահ ասում էիք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջատարն է լինելու, նույնիսկ 21 թվականի ընտրություններից շատ քվեեք ստանալու։ Հիմա էլ եմ ասում, ես դա մեջ վստահ եմ։ 18-ին ասացիք անհատները երջանիկ կլինեն, 20 թվին պատերազմ եղավ եւ Հայաստանի քաղաքացիները մեղմ ասած երջանիկ չէին այդ ժամանակահատվածում, 21-ին ասեցիք ապագա կա, բայց մարտական գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածք տեղափոխվեցին, տարածքներ օկուպացվեցին, ձեր իշխանության օրոք համեմատական կայունություն հաստատվել է անցած օգոստոսի 8-ի այդ հայտնի Վաշինգտոնյան փաստաթղթից հետո Ինչպես է այս ընտրություններին ընտրողների վստահությունը շահելու։ Իսկ ինչ նախնդիր 2021 թվականին մենք ասացինք ապագա կա ու ապագա այսօր մենք ապրում ենք ապագայի մեջ։ Այսօր օկուպացված տարածք։ Նարեկ ջան, ուրեմն այսօր մենք ապրում ենք ապագայի մեջ եւ ապագան այն է, որ Հայաստանի Հանրապետությունում մարդ չի զոհվում, որ Հայաստանի Հանրապետության սահմաններին կրակոցներ չկա, որ Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում իր հարևան երկրների հետ սահմանները բացում է եւ առևտուր է սկսում անել եւ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը աճում է, աճելու է եւ ապագան այն ինչ որ մենք 2021 թվականին խոսք ենք տվել արդեն եկել է դուք տենց դուք կարելի է ավարտեմ դուք ձեր խոսքի մեջ դուք ինչն է խնդրեմը դուք ձեր խոսքի մեջ տրամադրվածություն եք դնում որը կարծում եմ ճիշտ չի որովհետեւ տեսեք դուք ասում եք եւ տենց օգոստոսի 8-ին տենց ինչ որ բան արեցիք լուրջ այսինքն այդ օգոստոսի 8-ին տենց օգոստոսի 8-ին դուք եք այդպես ընկալում ես շատ նորմալ չէ դուք ասում եք սենց արեցիք չստացվեց 21-ին սենց արեցիք չստացվեցիք հա դա տենց օգոստոսի 8-ին ինչ որ բան արեցիք բայց հիմա գնալու եք բա հիմա ինչ եք ասելու այսինքն ուզում հասկանամ այդ օգոստոսի 8-ը այդ տենց միջանկյալ ինչ որ բաներ որ պետք էր բանաներ գալիք տասնամյակների միգուցե 100-ամյակների համար Հայաստանի Հանրապետության գոյությունը օգոստոսի 8-ի փաստաթղթով սկիզբ է դրվել ապագայի որը որ մենք խոսք ենք տվել 21 թվականին մենք օգոստոսի 8-ով բացել ենք այդ ճանապարհը եւ այդ ճանապարհը գնալով միայն լավն ու դրականն է բերելու եւ միջև 26 թվականի հունիսի 7-ը դրա արտահայտումները ասենց ասեմ չեք հասցնելու ձեր լրատվամիջոցով չեք հասցնել ձեր լրատվամիջոցներով լուրերը թարմացնեք այդ առումով Դե տեսեք, ասում եք հիմա ապագան եկել է, մարդիկ երջանիկ են, բայց օրերս Նիկոլ Փաշինյանի երգի պրեմիերան եղավ, որտեղ այսպեսի մի ձևակերպում կա, ասում է մենք քեզ ուզում ենք տեսնել երջանիկ, բա եթե երջանիկ են ապագան եկել, ինչ եք նոր ուզում տեսնել երջանիկ։ Այդան դա կամեր կուսակցության ծրագիրն է, թե ուղղակի որ բանաստեղծությունը եւ երգը երաժշտություն է, այսինքն լավա չես ասում, ինչի դե վարչապետից լավա չեք ասում, ինչի դա օդա չի, այլ ուղղակի, չգիտեմ, ջազային կատարումը ավելի լավ կլիներ օդալներ, որ դա ավելի ոգևորիչ է։ Վարչապետի հեղինակած այո, մենք ուզում ենք մեր քաղաքացիներին տեսնենք երջանիկ, եւ մենք ուզում ենք այդ քաղաքացիները մեզ մոտ լինեն, եւ մենք մեր քաղաքացիներին մոտ ենք, եւ ես վստահ եմ, որ գալիք ընտրություններին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շատ ավելի շատ ձայն է ստանալու, քան 2021 թվականին, որովհետև այն իրավիճակում, երբ որ 21 թվականին մենք գնում էինք ընտրությունների, վիճակը շատ ավելի վատ էր եւ շատ ավելի կատաստրոֆիկ էր, եւ այն ինչ որ մենք ունենք այսօր եւ ունենալու ենք այդ օրվան մոտ, անհավատալի է։ Ընդամենը մի տարի, երկու տարի առաջ, եթե դուք հետ նայեք եւ ասեք, որ այս ամեն ինչը հնարավոր էր, մեզ ոչ մեկ չէր հավատալու։ Պարոն Սիմոնյան, մի այսպեսի ընկալում կա, մարդիկ ընտրում են քաղաքացիական պայմանագրին Նիկոլ Փաշինյանին, որովհետև հակառակ կողմում Ռոբերտ Քոչարյանն է, այս գիտակցումը ձեզ համար ինչ հաշտ եք դուք այդ մտքի հետ, որ ձեզ ընտրում են, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանը հետ չգա։ Գուցե 21 թվականին տենց ա եղել, բայց Ռոբերտ Քոչարյանը կյանքում հետ չի գալու։ Մոռացեք ինքը իր այդ քաղաքական
իր ժամանակահատվածը վերացել է, անցել է այդ իր անցած Հիմա էլ եթե առաջադրվի, էլի ասելու են դա իրանց խնդիրն է, բայց դա նշանակում է, որ միգուցե մեր հանրության մի մասը ընտրողը ասելու է գնանք էլի ԿՊ ընտրենք, Ես չգիտեմ ընտրողը ինչ ասելու, ես իրան ուրիշ բան եմ ասելու։ Ես մեր ընտրողին ուրիշ բան եմ ասելու։ Ես ներկայացնելու եմ այն առողջապահության ապահովագրությունը, որով դու խոսում ես ապարքեվավճարներից, հա, Նարեկ ջան, բայց դու չես խոսում, որ խոսում ենք աղքատությունից, բայց մենք չենք խոսում եթերով, որ միջև այս պահը այդ ապահովագրությամբ 14 միլիարդ 398 միլիոնի նվազագույնը, ես թիվը աճել է, թոշակառու օգտվել է եւ 2 միլիոնանոց, 1 միլիոնանոց, 1.5 միլիոնանոց տասնյակ մարդիկ անվճար թոշակառուների մասին են խոսում։ Անվճար վիրահատվել են։ Բայց այս սրա մասին, որ մենք խոսում ենք այդ աղքատության նվազեցնելու մասին եւ ասում ենք, գիտեք, ինչ 26 էր, դարձրել է 21, ընդամենը 5 է, չէ, բայց դուք խոստացել եք կիսեիք, բայց այս ամեն ինչը դրա մեջ չի մտնում։ Կամ մենք խոսում ենք ազգային ժողովի, չգիտեմ, կռիվ անելուց եւ այլի մասին։ Բայց այդ ազգային ժողովի ընդունած օրենքներով է, որ այդ ամեն ինչը ի կատարածվել։ Բայց խոսում եք օգոստոսի 8-ի մասին, ասում եք տենց միջանկյալ իրան դնում եք տարբեր վատ օրինակների մեջ, ասում եք հա դե սենց ինքը բան եղավ, բա չէ, դա ձեր մեկնաբանը։ Չէ, գիտեք ինչ, ես խոսքից մաթեմատիկայից չեմ հասկանում, շատ բաներից չեմ, տնտեսությունից չեմ հասկանում, բայց խոսքից ես խոսքը լավ եմ հասկանում, էլի, հա։ Դնում եք մի շարքի մեջ, որտեղ ինքը տենց հա դե լավ, դե այս մի բան արել, բայց տենց չի, դա դարակազմիկ, այս բառը պաթոսային բառ չի, օգոստոսի 8-ի եղածը դարակազմիկ, շրջադարձային քայլ է, դուք հասկանում եք, 30 տարվա պատերազմից հետո, 30 տարի թշնամանքից հետո մենք քայլ ենք արել, սահման ենք, ապրանք ենք իրար հետ փոխանակում եւ ապրանք ենք ստանում։ Եվ պարոն Սիմոնյան, շարունակելով ընտրությունների թեման, ԿՊ-ն այս ընթացքում հայտարարեց էթիկայի կանոնագիր կունենալու մասին եւ հավաստիացնում է, որ խստորեն հետևելու է կանոններին։ Կետերից մեկում նշվում է մեջբերեմ կուսակցության անդամները, հատկապես հանրային քաղաքական պաշտոններ զբաղեցնողները պարտավոր են իրենց առօրյա կյանքում ներառյալ սոցիալական մեդիայում ցուցաբերել պարկեշտություն, համեստություն, զսպվածություն եւ հարգանք բոլորի հանդեպ, ինչպես նաեւ խթանել հանդուրժողականություն։ Պարոն Սիմոնյան, երբեմն ձեր Facebook-յան գրառումների մեկնաբանություններում եւ շատ ավելի հաճախ պարոն Փաշինյանի գրառումներում տեսնում ենք վիրավորանք, ատելության խոսք ուղղված բանից հետո, ընդունումից հետո, կարծում ընդունումից հետո չկա, որն ակ ասեք։ Դուք չեք նայում բանից հետո, բանից հետո մեկնաբանությունների դաշտը չեք նայում։ Կրկնում եմ, իր տակ գրած մեկնաբանությունները, ինքնագրում մեկնաբանություն։ Չէ, բայց երբ որ ասում է հանդուրժողականություն, դա նաև չի նշանակում, որ պետք է ոչ, տեսեք, ատելության խոսքը ոչ միայն այդ խոսույթը չօգտագործել, նաև դրա դեմ պայքարել, օրինակ կարելի է հեռացնել, մոնիտորինգ անել։ Հեռացնում ենք, քննարկում այդ փաստաթուղթը, որ դուք մեջ բերեցիք, կարող է դա ինչ որ մեկի կողմից մեզ պարտադրված կամ նվիրած կամ առաջարկված բան հետ մենք ենք, չէ՞ դա արել։ Եվ դա հետևելու օրինակ չի, եւ ես վստահեցնում եմ ձեզ, բանից հետո, այդ փաստաթղթից հետո դուք չեք կարող գտնել որևիցե, կարող է, չգիտեմ, մեկնաբանության խնդիր է ինչ որ բան լինի, բայց դրանից ընդունումից հետո դժվար է գտնել, փորձում ենք պահել, որովհետև դե իրողությունը նենց է, որ դժվար է, բայց փորձում ենք պահել, բայց դրանից հետո կարծում եմ դենց օրինակ դժվարանալու է։ Մեկնաբանություններում չկա ատելության։ Ես չգիտեմ, մեկնաբանություններ ես չեմ կարդում, կարծում եմ պարոն վարչապետն էլ այդքան գործի մեջ մնում է իր 1.5 միլիոնանոց էջի մեկնաբանությունները, բայց կարող է օրինակ այսինքն դա նշանակում է, որ ինքը իր էջի օրինակ մեզ մոտ մեր Factor TV էջը մոնիտորինգի է ենթարկվում եւ կապ չունի իշխանական թե ընդդիմադիր բոլորին ուղղված վիրավորանքները չեմ կարծում, որ ինչ որ մեկը կա, որը նստած դա կարդում է, որը դա ջնջի։ Ես կարծում եմ, որ մենք պետք է օրինակ ծառայենք, որ այդ օրինակները չլինեն, որովհետեւ ջնջելով հարցը չի լուծվելու։ Դու հա ջնջի, հիմա Փարք Աստծո արդեն հայտնի է, որ ֆեյքերի բոտեր գոյություն ունեն եւ այն երեք էր հրապարակվել, որ տենց ինչ որ նույն նախադասությունը 100 օկտատեր, մեկ էլ տենց նույն նախադասությունը տարբեր տեղեր ինչ որ նկարներով մարդկանց ներկայացնում է, այսինքն դա ինչ որ մի խոսակցություն է, որը կարծում եմ մեր կանոնագրքի հետ կապ չունի, որովհետեւ կրկնում եմ, մենք մեր խոսքի մեջ փորձում ենք աշխատում ենք այնպես չանել, որ ընկնենք այդ դրա պատժամիջոցի տակ։
Պարոն Սիմոնյան, եւ մեկ այլ հարցի անդրադառնանք, դուք ամեն ինչ շատ դատական հայցեր ներկայացնող պաշտոնյաներից եք, դատ եք տալիս լրագրողների, հանրային գործիչների, ինդիմադիրների, դուք իհարկե պետք է պայքարել, հա, եթե ենթադրյալ զրպարտության եւ այլ կեղծ տեղեկությունների վիրավորանքի դեմ, բայց դուք տեսեք, լինելով իշխանության բարձրագույն ներկայացուցիչ, ձեզ օրենք ստրությունը առավել է պաշտպանում, քան օրինակ մյուս քաղաքացիներին։ Օրինակ անվտանգության առումով, եթե օրինակ ձեր մասին գրում են, որ կգան կսպանեն, դա չի նշանակում, որ բայց միևնույն ժամանակ ես ավելի խոցելի եմ, որովհետեւ ես հանրային մարդ եմ եւ միևնույն ժամանակ տենց չի էլի, որ ես բոլոր հայցերը հաղթում եմ, լինելով ազգային ժողովի, ես բազմաթիվ հայցեր պարտվել եմ ու մի հատ էլ տենց հակադիր հարց տամ էլի, բա ինչի ձեզ կամ ձեր լրատվամիջոցը դատի չեմ տվել, որովհետև դուք պրոֆեսիոնալ մակարդակով ոչ վիրավորում եք, ոչ էլ, չգիտեմ, ինչ որ կեղծ տեղեկություն եք հայտնում, ու եթե նույնիսկ կեղծ տեղեկություն լինի, ես վստահ եմ, որ իմ խոսնակը կարող է ձեզ զանգել, ասել, գիտեք ինչ, Նարեկ, ստեղ անճշտությունը հեսա հիմքը եւ մենք այդ հարցը կշտկենք։ Բայց երբ որ դա արվում է միտումնավոր եւ դա արվում է դրսից, այդ հիբրիդային հարձակումների նաեւ շրջանակում, բա ինչ անեմ, Նարեկ ջան։ Օրինակ միջև դատարան դիմել, հա, դատարան դիմելը ծայրահեղ քայլ է, օրինակ լրատվամիջոցների մասով, բացի խոսել, օրինակ ԶԼՄ-ների դիտորդ մարմին կա, երբևէ դիմել եք։ Չեմ հավատում այդպես մարմինների, որովհետեւ քանի դեպք գիտեք, որ այդ մարմինը իրականության մեջ բանափոխ։ Դե նախ Ուրեմն լավ չասեցիք ժուրնալիստների միության արդյունավետ է թե ոչ պետք է նախ դիմելություն տաս։ Ինձ ավելի լավ է։ Մեկ օրինակ կարող եմ ասել, ձեր գործընկերներից Թագուհի Ղազարյանը դիմել էր այդ մարմնին եւ կոնկրետ լրատվամիջոցի հրապարակման հետ կապված եղել էր որոշում եւ այդ տվյալ լրատվամիջոցը ինչ սխալն ընդունել եւ դրա տպագրել էր։ Կփորձեմ դիմեմ, շնորհակալ եմ այդ խորհրդի համար, բայց ես ձեզ ասեմ, որ միջև դատարան դիմելը ամենաշատ հաճախ, մասնավորապես ԶԼՄ-ների հետ կապված, մենք փորձում ենք իրենց հետ կապ հաստատել եւ ասում ենք, տենց չի ուղղեք այս բանը, բայց այդ պարագայում տենց իրանք ինչ որ ողջավորվում են, մտածում են, հեսա իրանք շատ ավելի հայտնի կդառնան, եթե Ալեն Սիմոնյանը իրենց դատի տա։ Եվ վերջում 1% ունեցող Ալեն Սիմոնյանը։ Եվ վերջում, պարոն Սիմոնյան, այս օրերին ձեր թիմի անդամ։ Չի վերջում, եկեք շարունակենք, ինձ հետաքրքիր է։ Պարզապես հերոստաեթերը անսպարս չի։ Հասկացա։ Այս օրերին ձեր տարբեր թիմակիցներ հանրությանը ներկայանում են իրենց երաժշտական կարողություններով, վարչապետը հարվածային գործիքներ է նվագում, առողջապահության նախարարը պարում է, սոցիալնախարարը փորձում է երգել, ինչքանով է դա լավ ստացվում, թե ոչ չեմ կարող ասել, դուք ձեր արտիստիկ այդ տվյալները, ունակությունները կփորձեք ինչ-որ ձևաչափով ներկայացնել, թե ոչ հանրությանը։ Կարծում եմ այն ժամանակ, երբ որ ես պարում էի, երգում էի եւ նկարահանվում էի, իրանցից ոչ մեկ այդ բանը չէր անում։ Ես իմ արտիստիկ մասը սպառել եմ եւ մեծ հաճույքով այդ երեկոն բացեցի, վարեցի եւ եթե առիթ լինի մեծ հաճույքով էլի կվարեմ, կարծում եմ դրա կարիքը չկա։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան, հարցազրույցի համար, հուսանք նաեւ շարունակական կլինի։ Հարգելի դիտողներ, հիշեցնեմ Factor TV-ի զրուցակից ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է։